Թող Աստծոն փառավորվի։ Աստծո խոսքից կարդալու եմ Մարկոս ավետարան առաջի գլուխ 14-15 համարները։ Եվ Հովհաննեսը մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում, թե ժամանակը կատարվել է, Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Այս նույն խոսքը նույնպես գրված է Մատթեոս 4 գլուխ 17 համարում։ Այն ժամանակ Հիսուսը սկսեց քարոզել եւ ասել. ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, այս խոսքերը անձամբ դուրս եկան մեր Աստծո Հիսուս Քրիստոսի շուրթերից։ Հիսուս Քրիստոսը տեսնելով այսօրվա մեր վիճակը, իմանալով այսօր մենք ինչ վիճակի մեջ ենք եղնելու, տեսնելով այդ օրվա ժողովրդի ապրած կյանք ապրած վիճակը, ասում է ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Եվ այս խոսքերից մենք մի բան պարզ հասկանում ենք, որ ապաշխարությունը եւ երկնքի թագավորությունը իրար հետ կապ ունեն։ Իրար հետ կապ ունեն։ Եթե մարդը որոշել է, որ ինքը պետք է հնես կյանք ապրի, որ երկին գնա, այս մարդուն մի հատ ճանապարհ է տրվում, ապաշխարության ճանապարհը։ Բայց ցավոք սրտի, այսօր որ նայում ես մարդկությանը, մարդկանց մտածելակերպին, մարդկանց ապրելու վիճակին, մարդը միշտ ասում է, ես քրիստոնյա եմ։ Բայց որ նայում ես այդ քրիստոնյա մարդու ապրած կյանքին, տեսնում ես, որ ինքը ապաշխարության ճանապարհը չի ընտրել։ Սրանից մի 3-4 օր առաջ էր, մի հատ տարեց մարդ տեսա, աշխատանքից տեղը անծանոթ մարդ էր։ Դե 12 տարի նույն տեղն եմ աշխատում, համարյա բոլորին դեմքով ճանաչում եմ։ Տեսա այս մարդ անծանոթ մարդ էր, մեծ մարդ, ձեռնափայտով, ասեցի այս մարդուն ես իմ եբ տենամ, ասպաս գնամ Աստծո խոսք ասեմ։ Մոտեցա հերվից եկավ, Արցախից էր, խոսած, 3 պատերազմների մասնակից, 3 պատերազմներում է վիրավորվել էր, ու երբ որ արդեն ես իրան Հիսուս Քրիստոս տվեցի, ես շատ զարմացա։ Այս մարդը կանգնեց, մի կերպ ձեռնափայտը ձեռքը բարձրացրեց վերև ու ասավ իմ Հիսուսը ես եմ։ Գիտեք, բայց ինքը ասում է ես քրիստոնյա մարդ եմ։ Ասում եմ, պապիլա մի բան ասեմ, մենակ ճիշտն ասա, էլի։ Հիսուսը կյանքդ քեզ քանի անգամ ապահ է։ Ասավ ընդամենը 3 անգամ։ Այսինքն մարդը մտածում է, եթե 3 անգամ այդ մեր լեզվով ասեմ, գյուլի բերանից մենակ Աստված կարող պահեր։ Բայց այն մանր-մունր բաները ես կարամ իսպահեմ։ Մարդու միտքը փակ է, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Ու այսօր մենք ստեղ ենք, մենք Աստծո տան մեջ ենք, ու Աստծո խոսքը ասում է մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Հավատացեք Աստծո խոսքին։ Այսօր ավետարանը ինձ ու քեզ ինչ ասում։ Ասում է ով մարդ, եթե ուզում ես երկին գնաս, մի հատ նայ քո ապրած կյանքը։ Մի հատ նայ քո միտքը, մի հատ նայ քո խորհուրդները, ով մարդ, եթե ուզում ես երկին գնաս, դու պետք է նմանվես խաչալ, հարուցյալ Հիսուս Քրիստոսին։ Ասում է հավատացեք ավետարանին։ Ավետարանն ասում է, որ մարդու առջև 2 ճանապարհ կա, կործանման ճանապարհ եւ ինչի ճանապարհ, փրկության ճանապարհ։ Հավատացեք ավետարանին։ Այսօր ցավը նա է, որ մենք բավարարվում ենք, ասելով մենք հավատք ունենք, մենք Հիսուսին ճանաչում ենք, մենք քրիստոնյա ենք, բայց ավետարանի հետ կապ չունենք, բայց ավետարանը, Աստծո խոսքը իմ ներսը չի գալիս, դատարկություն է, երբ որ խոսում ենք երիտասարդների հետ, գիտեք,
ասում եմ, ցավը նա է, որ դուք մարդը, շատ մարդիկ ավետարանը չեն բացում, որ կարդան։ Ոնց այդ խոսքը գա մարդու ներսը փոխի։ Եթե ես ավետարանի հետ կապ չունեմ, եթե ես չեմ բացում, չեմ հավատում, որ Աստծո խոսքը կյանք է, դրա համար Հիսուսը շեշտեց, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին, վստահեք ավետարանին, ավետարանի ամեն մի ասած խոսքին, ասա այո եւ ամեն, ոչ թե շուրթերով, այլ մեր ապրած կյանքով։ Երբ որ կարդում ենք քույրեր ջան, եղբայրներ ջան, Առակաց 18-րդ գլուխ 12 համարը տեսեք ինչ ասում։ Ասում է կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը։ Կործանումից առաջ հպարտանում է ինչը մարդու սիրտը։ Այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, մարդը ունի երկու ճանապարհ՝ կործանման ճանապարհ եւ փրկության ճանապարհ։ Այսօր այն մարդը, որ ինքը ճշմարտությունը լսում է, այն մարդը, որ Սուրբ Հոգին այդ մարդու ներսում խոսում է, ու այս մարդը չի շտկվում, այս մարդը չի գնում ապաշխարության ճանապարհով։ Իմ կյանքում շատ ա եղել։ Իրավիճակների մեջ հայտնվել եմ, եւ հենց նույն վարքյանին Սուրբ Հոգին ներսս խոսացել է։ Սուրբ Հոգին ինձ հասկացել է, որ այս իրավիճակի մեջ, որ դու հայտնվեցիր, սա քո տեղը չէր։ Այս արտահայտությունը, որ դու արեցիր, սա քեզ վայել չէր։ Այդ ձև դեպք երեք եղավ։ Մի հատ արտահայտություն արեցի։ Այդ իրավիճակին, որ նայում ես, այդ արտահայտությունը ճիշտ էր, բայց այդ մարդը ինձ շտկեց ու Սուրբ Հոգին ասավ ճիշտ ասում, ընդունի։ Ես ընդունեցի։ Ես ընդունեցի, ես իմ ասածից փոշմանեցի, ու հետո գիտես ինչ, այդ մարդը տեսնելով, որ ես ընդունեցի, այդ մարդը տեսնելով, որ ես իմ սխալը ընդունեցի, զգացի, գիտես ինչ ասավ, ասավ դու ճիշտ ես, այս վիճակների մեջ, որ կամ սխալը ես եմ։ Մի հատ արտահայտություն, ու այդ արտահայտությունը այդ մարդուն կարար կոտրեր։ Բայց փառք Աստծո, որ Սուրբ Հոգին հենց նույն վարքյանին խրատը տվեց։ Բայց ամենակարևորը գիտեք որն է, որ մարդը կարողանա այդ խրատը ընդունի։ Այսօր շատերս քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք մեր ուժերին ենք վստահում։ Այսօր շատերս մենք ապրում ենք հենց ոնց որ ինձ է հարմար, ախր դա ապաշխարության ճանապարհը չի։ Ապաշխարության ճանապարհը խոնարհության ճանապարհն է։ Ապաշխարության ճանապարհը քուրձ, մոխիր հագնելու, զղջալու, խոստովանվելու, Աստծուն փնտրելու ճանապարհն է։ Սա է ապաշխարության ճանապարհը, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր շատ է եղնում, եղբայրները ինչ որ մեկին կամ ինձ հանդիմանում են, վրաս խոսքը չվերջացրած, ինչ եմ ասում, գիտեմ։ Բա որ գիտեմ, ինչի եմ այդ վիճակի մեջ։ Տեսնում եք, որ չգիտեմ, բա որ գիտեմ, որ պետք է ապաշխարության ճանապարհի մեջ ապրեմ, որ երկինք հասնեմ։ Դրա համար այսօր Հիսուսը ինձ ու քեզ ասում է ապաշխարությունը ու երկնքի արքայությունը իրարից անբաժան մի մասնիկ է։ Իրարից անբաժան մասնիկ է։ Ուղղակի այսօր մարդը միշտ ինք իր վրա վստահ է, ինք իր վրա մի հատ մեծ կարծիք ունի։ Մարդը մտածում է, որ ինքը կա, իր խորհուրդներն է, չէ քույրեր ջան, եղբայրներ ջան, մի հատ լանայի կողերդ, մի հատ նայի ընթացքդ, մի հատ լանայի տես ձեր թաղին ամենատարեց մարդուն, ձեր շրջապատի ամենաիմաստուն մարդուն, ուր են։ Ուր է։ Աստված գիտի ուր է։ Աստված գիտի ինքը որտեղ է, բայց այդ մարդը ժամանակավոր էր։ Երբ որ կարդում ենք ավետարանը, առակացում եմ մի հատ համար կա։ Գիտես ինչ ասում։ Ասում է մեղավոր կնոջ ճանապարհը, կինը որ մեղավոր ճանապարհով է գնում, ուտում սրբում բերանը սրբում է, ու ասում է ինչ չար բան եմ արել, ինչ վատ բան եմ արել։ Այս սա է հպարտ մարդու մտածելակերպը, ինչ եմ արել։ Սա է հպարտ մարդու մտածելակերպը, գնա, գողանա, ջարդի, փշրի, ավիրի, սպանի, ոչնչացնի
ու վերջում կանգնում ասում է. ինչ վատ, ինչ չար բան եմ արել։ Հիշում ենք Սողոսին, հայրենասեր մարդ, ավանդույթները պահող մարդ, Մովսեսի օրենք ունեցող մարդ, գնում էր, որ խեղճ հավատացյալներին ինչ աներ, բռներ, տաներ բերդ, սպաներ, վախացներ, ճշմարիտ ճանապարհից շեղեր, բայց իր նպատակին չհասավ, գնաց այնքան ժամանակ, մինչև Տիրոջ լույսը ծագեց իր աչքերը, ծագեց իր ներսը, այն ժամանակ ինքը տեսավ Հիսուսին։ Այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, մինչև այդ կենդանի լույսը իմ ու քո ներսը չծագի, չթափանցի, ես չեմ կարող տեսնեմ իմ վիճակը։ Ես չեմ կարող տեսնեմ ինձ, որ ես մի մարդ եմ, որ գնում եմ կործանման ճանապարհով։ Կարող է ես Աստծո տան մեջ եմ, բայց այսօր ինչեր կան իմ սրտի մեջ, որ Տիրոջը հաճելի չեն։ Այսօր Աստված Սուրբ Հոգին մատը ինչի վրա է դնում, որ ես պետք է շտկվեմ ու ես չեմ շտկվում։ Երբ որ կարդում ենք, քույրեր ջան, եղբայրներ ջան, Սաղմոս 89 47 համարը, տեսեք Դավիթ թագավորն ինչ ասում, ասում է հիշիր թե ինչ անցավոր եմ եւ քանի ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիները։ Տեսեք Դավիթ թագավորն ինչ ասում, ասում է ես ունայն մարդ եմ, ես անցավոր մարդ եմ, ես այս երկրի վրա ժամանակավոր մարդ եմ, այդքանը Դավիթ թագավորը հասկացել էր, ու դրա համար Դավիթ թագավորը աշխատում էր հնեց ապրեր, որ Աստված ինչ ասում, ասում է իմ սրտին հաճելի մարդ է։ Այսօր մենք չհասկանանք, քույրեր ջան, եղբայրներ ջան, որ ես եւ դու ենք անցավոր, որ ես եւ դու ենք ժամանակավոր, մինչեւ այդ համոզմունքի մեջ չեղնի, ես չեմ կարող ապաշխարեմ։ Ես հենց գիտեմ հա ապրիտեմ։ Հենց գիտեմ ամեն օր նույն գործին գնալու եմ, հենց գիտեմ ամեն օր ինչ ուզենամ անելու եմ, հենց գիտեմ ամեն օր ուժը սեղնելու է, չի եղնելու, քույրեր ջան, եղբայրներ ջան, չի եղնելու։ Ու դա Դավիթ թագավորը հասկացել էր, թագավոր մարդ, ամեն ինչի հնարավորություն կար, ամեն բանի կարողությունը կար, բայց այս մարդը հասկացել էր, որ ունի շատ մեծ իշխանություն, շատ մեծ հնարավորություն, բայց այդ ամենը ժամանակավոր է։ Դրա համար ինքը ձգտում էր, քույրեր ջան, եղբայրներ ջան, սուրբ կյանք ապրի, այլ որ կարդում ենք Սաղմոս 1-2 համարը, տեսեք ինչ ասում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Այն մարդուն, որ բացված է, ինքը համոզմունք ունի, որ ինքը ժամանակավոր է, ինքը արդեն գնում է ապաշխարության ճանապարհով, ու այս մարդու գործը գիտես որն է, գիշեր ու ցերեկ Տիրոջ օրենքի վրա մտածի։ Այս մարդու գործը սա է, այս մարդու բանու գործը սա է, գիշեր ու ցերեկ մտածում է Աստծո մեծության վրա, գիշեր ու ցերեկ նայում է Աստծուն ու զարմանում է, որ այդ երկրի ստեղծող Աստվածը, քույրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ոնց է ինձ նայում։ Ամեն օր, երբ որ կարդում ենք Հոբ 7-րդ գլուխ, տեսեք քուրս ու աղբերս, Հոբը դա լավ հասկացել էր, Հոբը նեղության մեջ, վիշտի մեջ, տառապանքի մեջ, Հոբ 7-րդ գլուխ 17 համարում, տես ինչ ասում, ասում է ինչ է մարդը, որ դու նրան մեծարես եւ որ ուշադրություն դարձնես նրան։ Լատես, ասում է ինչ է մարդը, ով եմ ես, որ իմ նման մեղավոր մարդուն դու ուշադրություն ես դարձնում։ Պատկերացնում ես Աստծո մեծությունը, քուրս ու աղբերս։ Աստծո մեծությունը, Աստծո հոգատարությունը մարդու հանդեպ։ Ու ասում է ով եմ ես։ Ախր ես մի մեղավոր մարդ եմ։ Ախր ես մի անկարող տկար գաղշ մարդ եմ։ Ախր ես մի խստապարանոց մարդ եմ, որ ամեն վարքյան քո հրաշք իմ կյանքում կա։ Էլի շատ ժամանակ ես ուրանում եմ, էլի շատ ժամանակ ես տրտնջում եմ, էլի շատ ժամանակ ես մոռանում եմ, ասում է ինչ է մարդը, որ դու նրան մեծարես եւ որ ուշադրություն դարձնես եւ նրան այցելես ամեն առավոտ, ամեն վարքյան նրան փորձես։ Տեսնում ես քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստված ինձ ու քեզ ամեն առավոտ այցելում է,
Ամեն Աստծո տված առավոտ այցելում է։ Երբ որ մենք աչքերս առավոտ բացում ենք, Աստված այցելում է մեզ։ Ու ինչ ա տեսնում։ Առավոտյան, որ ես իմ աչքերը բացեցի, իմ ցանկությունը ով է։ Իմ փափագը ով է։ Իմ ուրախությունը ով է։ Առավոտյան, որ ես աչքերս բացեցի, Աստված այցելում է ինձ ու տեսնում է իմ ներս, իմ սիրտը։ Ինչ ա տեսնում։ Այդ ես լավ գիտեմ իմ իրական վիճակը։ Ես լավ գիտեմ իմ իրական վիճակը, բայց հոգևոր մարդը ապաշխարության գնացող ապաշխարության ճանապարհի մեջ քայլող մարդը, գիտեք, որ աչքերը բացում է, մի հատ առավոտյան սրտանց փառք է տալիս Աստծուն։ Մի հատ առավոտյան ասում է փառք ես Տեր Աստված, որ այսօրը տվեցիր, այսօր էլ իմ հետ խոսա, այսօր ես ուզում եմ քո ներկայությունն իմ կյանքում եղնի, այսօր էլ ես ուզում եմ այդ ընթացքը անցնեմ, այն ընթացքը, որով որ դու անցար դեպի Գողգոթա։ Բայց ցավոք սրտի քույրեր ջան, եղբայրներ ջան, մարդիկ կան, որ Աստծո խոսքը գիտեն, բայց չեն ուզում այս ապաշխարության ճանապարհով անցնեն։ Իրանց կյանքում ինչ որ բաներ կան, իրանք ապրում են իրանց մարդկորեն, իրանց ուզածով, իրանց ցանկությունով։ Այսօրը Հիսուսը գիտեր։ Դա համար Հիսուսը քարոզեց եւ ինչ ասավ, ասավ ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Այլ որ ավետարանին հավատանք, ավետարանը կարդանք, ավետարանը այսօրվա օրի մասին էլ ասում, որ վերջի ժամանակներում ինչեր ա եղնելու, ու այսօր դրանք սաղ կատարվում է։ Այսօր նայում ենք այն քաղցրությունը, այն ուրախությունը, այն սերը, դրանք վերացել է։ Մարդ Աստված կապը չկա, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Սա իրականությունն է։ Այդ մարդ Աստված կապը մարդու կյանքում չկա, ու մարդը շատ հանգիստ է։ Մարդը շատ հանգիստ է։ Այսօր մեր շրջապատի մարդիկ մեզ ու տեսնում են, որ մենք անհանգիստ ենք իրանց հոգևոր վիճակի համար։ Մենք շատերս հանգիստ ենք, բայց իրանք ուզում են, որ մենք անհանգիստ եղնենք, գիտեք ժողովուրդ ջան։ Այսօր ես ինչ անհանգստությունով եմ լցված մեր երկրի ապաշխարության համար, իմ հոգևոր աճի համար, իմ ընտանիքի փրկության համար, կա այդ անհանգստությունը։ Չկա քուրս ու աղբերս, ես հանգիստ եմ, ես ապահով եմ, բայց Սուրբ Հոգին հիշացնում Աստծո խոսքը, ասում է ապաշխարիր, որովհետև երկնքի թագավորությունը, արքայությունը մոտեցել է։ Թող Աստված օրհնի, կանգնենք աղոթքի ժողովուրդ ջան։